Ողջույն, այսօր կխոսենք էլեկտրամատակարարման համակարգի մասին, որպես օրինակ կվերցնենք բազմաֆունկցիոնալ համալիրի էլեկտրամատակարարման համակարգի մասին ինֆորմացիան։ Դրա համար օրինակ կարող ենք գնալ հետևյալ տիրույթը՝ խնդիրներ եւ դինամիկ վերլուծություններ։ Մեր խնդիրն է հասկանալ օրինակ 10 հատ խնդիր էլեկտրամատակարարման համակարգի մասով, թե ինչ խնդիրներ կան, որ նորմերին չեն համապատասխանում։ Դրա համար գցում ենք համապատասխան նորմերը, ըստ որոնց պետք է աուդիտը իրականացվի։ Հասարակական շենքեր եւ շինություններ, ջրուցում, օդափոխություն եւ օդի լավորակում նորմը։ Հետևյալ հատվածում գրում ենք բազմաֆունկցիոնալ համալիր, Ստեղ կարող ենք ավելի մանրամասն գրել, բայց այս բանը չենք գրի։ Նշում ենք հասարակական, գցում ենք բոլոր այն ֆայլերը, որոնք որ վերաբերվում են էլեկտրամատակարարմանը, այնտեղ լինելու են ծխահարացման եւ դիմարի օդափոխության համակարգերը, իրենց մասով էլեկտրական առաջադրանքն է։ Մենք կարող ենք այնուհետև բացել prompt-ը, ամեն ինչ մնում է նույնությամբ, մենակ հետևյալ հատվածն է, որ գրում ենք բազմաֆունկցիոնալ հասարակական տարածքի միայն էլեկտրամատակարարման համակարգին վերաբերող առավելագույնը 10 խնդիր, խնդրում եմ նախագծի անունը ոչ միտեղ չհիշատակել, քանի որ դրա իրավունքը չունեմ։ Սա վերցնում ենք հետևյալ հատվածում, թողնում ու սեղմում ենք գեներացնել զեկույց կոճակը, սպասում ենք մի քանի րոպե, արդյունքները հայտնվեցին։ Ինչ է ասում եզրակացություն։ Նախագծի էլեկտրատեխնիկական մասի զննումը վեր է հանել լուրջ անհամապատասխանությունները, որոնք հիմնականում վերաբերվում են հակահրդային համակարգի սնուցման հուսալիությանը, մալուխների ընտրությանը եւ ավտոմատացման փոխկապակցվածությանը, հատկապես ռիսկային է հակահրդային օդափոխության համակարգերի սնուցման կատեգորիայի եւ լարման պարամետրերի անճշտությունը, ինչը կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակում համակարգի խափանմանը։ Ուրեմն նայում ենք մանրամասն վերլուծություն ըստ ուղղությունների, էլեկտրամատակարարում եւ ավտոմատացում, կարևոր դերակատարում։ Էլեկտրական առաջադրանքի մեջ բացակայում են սնուցման հուսալիության կատեգորիաների հստակ սահմանումները հակահրդային սարքավորումների համար։ Խնդիր. հակահրդային պաշտպանության համակարգերի ծխահեռացման եւ դիմարի օդամուղներ էլեկտրասնուցման հուսալիության կատեգորիան նշված չէ, որպես առաջին կարգի։ Գծագրում օրինակ D11, D13, նշված են միայն հզորությունները, սակայն բացակայում է ավտոմատ միացման պահուստը, համակարգի պահանջը, լուծում, սահմանել էլեկտրաընդունիչների սնուցումը առաջին կարգով եւ նախատեսել երկու անկախ աղբյուրներից սնուցում, սարքավորման կիրառմամբ, հղում, գնում ենք համապատասխան կետը, դա վերաբերվում է 12.1, սա վերցնենք, որ հեշտ գտնենք, 12.1, Ջրուցում, օդափոխում եւ օդի լավորակում համակարգերում հիմնական պարամետրերի հեռակառավարման հսկողության եւ գրանցումը պետք է նախագծել ըստ տեխնոլոգիական պահանջների։ 12.1-ը գնում ենք հաջորդ խնդրին։ Լարման պարամետրերի անհամապատասխանություն, տանիքի
հատակագծում հետևյալ օդամուղների համար նշված է 3 անգամ 220 վոլտ լարում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ստանդարտ եռաֆազ լարումը կազմում է 380 վոլտ կամ 400 վոլտ։ Հետևյալ լարումը ոչ ստանդարտ է եւ կարող է հանգեցնել սարքավորումների սխալ ընտրություն։ Լուծում. վերանայողել լարման պարամետրերը համապատասխանեցնելով տեղական ցանցի ստանդարտներին։ Հետևյալ կետի համաձայն կետ 31։ Գնում ենք կետ 31-ը։ Հասարակական շենքերում առաջ է նախատեսել էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում, էլեկտրալուսավորում, հեռախոսակապի և ինտերնետ համակարգերի ելքով դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսացանց, հեռահաղորդակցման ընդհանուր ցանց, նաև հրդեհի և բնական աղետների դեպքում կենտրոնական և տեղական իրազեկումների համար նախատեսված թույլ էլեկտրահոսքերի ցանց։ Խնդիր. մալուխների հատույթի անբավարարություն էլեկտրական տաքացուցիչների համար նախագծի նշումների էլեկտրական ՏՆ-ի սնուցման համար նախատեսված է 3 անգամ այսքան Քուփրում մալուխ, սակայն բացատրագրում նշված է 25 կՎտ հզորությամբ տաքացուցիչի համար հետևյալ նիշը այդ հատույթը խիստ անբավարար է և կհանգեցնի գերտաքացման։ Լուծում. վերամշակել մալուխների հատույթները հիմնվելով առավելագույն հոսքի բեռնվածության և լարման անկման վրա։ Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ։ Խնդիր. օդային վարագույրներ ավտոմատացման բացակայություն էլեկտրական առաջադրանքում նշված է միայն սնուցում 1-220 վոլտ, սակայն բացակայում են դռների բացման սենսորների հետ փոխկապակցվածության պահանջը։ Լուծում. նախատեսել օդային համակարգերի ավտոմատ միացումը դռների բացման հետ համաժամանակյա։ Հետևյալ կետն են գնում 12-17։ Օդատարների միացումը պետք է բլոկավորել դարպասների, դռների և տեխնոլոգիական որմնացքերի բացման հետ։ Օդապատվարի ավտոմատ անջատում պետք է նախատեսել դարպասի, դռների կամ տեխնոլոգիական որմնացքերի փակումից և սենքի օդի նորմավորված ջերմաստիճանի վերականգնումից հետո, նախատեսելով ջերմագրի ծախսի կրճատումը մինչև ջրի չսպառումն ապահովող նվազագույնը։ Հիմա գնում ենք հաջորդ ինչ խնդիր է տեսել։ Հակահրդեհային կափույրներ սնուցման և կառավարման սխեմաների բացակայություն օդատարների հատման տեղերում նախատեսված են կափույրներ, սակայն էլեկտրական մասում դրանց հեռակառավարման և վիճակի հսկման համար մալուխային ուղիներ նախատեսված չեն։ Լուծում. էլեկտրական նախագծում ներառել հակահրդեհային կափույրների սնուցման և հրդեհային ազդանշանային համակարգի հետ կապի գծերը։ Գնում ենք հետևյալ նորմը 12.3 12.3 Հրդեհաշիժման ավտոմատ կայանքներով կամ ավտոմատ հրդեհային ազդասարքով սարքված շենքերի և սենքերի համար պետք է նախատեսել օդափոխման, օդի լավորակման և օդաջրուցման, այսուհետև օդափոխության համակարգեր, ինչպես նաև հակածխային պաշտպանության համակարգեր, էլեկտրաընդունիչների ավտոմատ բլոկավորում, բացի լուսավորության միաֆազ ցանցի միացված սարքավորանքների էլեկտրաընդունիչներից, որպեսզի հետևյալ կետերը թողում եմ չկարդամ, Խնդիր. տեխնիկական սենյակներում վթարային լուծման բացակայություն օդափոխության խցերի և ջերմային հանգույցների սենքերում Ինչ նիշերում էլեկտրական առաջադրանքը չի ներառում վթարային լուսավորության կետեր։ Լուծում. նախատեսել վթարային լուսավորության բոլոր ինժեներական սարքավորումների սենյակներում։ Գնում ենք կետ 310-ը։ Կետ 310 Մարդկանց տարաման համար վթարային լուսավորություն պետք է նախատեսել նախասրահներում, նահանդերձաններում, միջանցքներում, սանդղավադակներում, ռեկրեացիոն հանգստի սենքերում, հանդիսությունների մարզական դահլիճներում, ճաշասրահներում, արհեստանոցներում, կինոխցիկներ,
ներում։ Վթարային լուսավորման աշխատանքների իրականացման համար վթարային լուսավորությունը պետք է նախատեսել էլեկտրավահանակների, պոմպերի և օդափոխման խցիկներում ջերմային հանգույցներում։ Գնացինք մյուս խնդիրը։ Սարքավորումների հողանցման պահանջների անտեսում։ Էլեկտրական առաջադրանքում նշված չէ մետաղական օդատարների HVAC-ի սարքավորումների իրանների միացումը շենքի հողանցման ընդհանուր կոնտուրին, լուծում, նախագծում ավելացնել հողանցում կոնտուրին միացման հանգույցները բոլոր մետաղական կոնստրուկցիաների համար։ Գնում ենք հետևյալ կետը 12.5 12.5 A և B կարգի սենքերի ջերուցման և օդափոխման համակարգերի սարքավորումների մետաղական խողովակների և օդատարների, ինչպես նաև պայթյունավտանգ խառնուրդների հեռացող տեղում տարածման համակարգերի համար հարկավոր է նախատեսել հողանցում էլեկտրակայանների սարքվածքի կանոնների պահանջների համապատասխան հաստատված Հ. Էներգետիկայի նախարարի 3 հունիսի հրամանով։ Հիմա անցանք հաջորդ կետին։ HVAC համակարգերի ավտոմատ անջատման ինտերֆեյսի անորոշություն։ Նախագծի նշումներում ասվում է կարևոր է պատվիրատուի հետ քննարկել, սակայն նորմը պահանջում է պարտադիր ավտոմատ բլոկավորում հրդեհի ժամանակ, լուծում, նախագծային մակարդակով ամրագրել HVAC համակարգի ավտոմատ անջատումը հրդեհի ազդանշանի դեպքում։ Գնում ենք 12.3 կետը 12.3 կետը, որը այդ ամենը ասում է։ Անցանք հաջորդին։ Մալուխների պաշտպանության բացակայություն տեխնիկական հարկերում։ Տանիքի և նկուղային հարկերի էլեկտրական ուղիների համար նախատեսված չեն պաշտպանիչ խողովակներ կամ կիսախողովակներ, ինչը պարտադիր է բաց լարանցումների դեպքում։ Լուծում՝ կիրառել պաշտպանիչ խողովակներ կամ մետաղական սկուտեղներ, կաբել թրեյս, տեխնիկական տարածքներում 307 կետը 307 կետը Վարսագույն ուսումնական հաստատությունների շենքերի բոլոր սենքերում պետք է նախատեսել թաքնված էլեկտրահաղորդալարեր, խոհանոցի, պահեստների, սահնանգույցների և այլ օժանդակ սենքերի էլեկտրամատակարարում թույլատրվում է իրականացնել բաց էլեկտրահաղորդալարի միջոցով։ Հաջորդը խնդիրը։ Ծխահեռացման շարժիչների կառավարման վահանակների տեղադրման վայրի անհամապատասխանություն։ Որոշ շարժիչների կառավարման սարքերը նախատեսված են անմիջապես սարքավորման մոտ, առանց հեռակառավարման հնարավորության հրշեջ պահակակետից։ Լուծում՝ նախատեսել հակածխային վահանակների հեռավորություն հրշեջ պահարաններից։ Գնում ենք հետևյալ կետը 12.4 12.4 Ինչ է ասում։ Ավտոմատ հրդեհային սարքեր ունեցող սենքերը պետք է սարքավորվեն հեռակառավարման սարքերով տեղաբաշխված դրանց կողմից սպասարկվող սենքերից դուրս։ A և B կարգի սենքերում բոլոր համակարգերի միաժամանակի անջատման պահանջների առկայության դեպքում հեռակառավարման սարքերը հարկավոր է նախատեսել արտաքինից։ V կարգի սենքերում թույլատրվում է նախատեսել ոչ պակաս 2500 m2 մակերեսով առանձին գոտիների համար օդափոխության համակարգերի հեռակառավարման անջատում։ Որպես ամփոփում, եզրակացություն և հաջորդ քայլերի նախագիծը պահանջում է էլեկտրատեխնիկական մասի լուրջ վերանայում, անհրաժեշտ է համադրել հակահրդեհային օդափոխության պարամետրերը էլեկտրական սնուցման հզորությունների հետ և ապահովել առաջին կարգի սնուցում հուսալիություն, խորհուրդ է տրվում կատարել մալուխների հատույթների վերահաշվարկ և հստակեցնել ավտոմատացման սխեմաները նախքան շինարարական փուլի մեկնարկը։ Որպես մեջբերում ասեմ, որ պետք է կատարել նշված ուղումները ու դրանից հետո նորից իրականացնել կրկնակի փորձաքննություն, պարզելու հաջորդիվ խնդիրները կամ այն խնդիրները, որոնք որ դուք լուծել եք, արդյոք ամբողջությամբ լուծել եք։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջորդիվ անգամներում կծանոթանանք մեկ այլ խնդիրների լուծման ուղղությունները ինչպես են իրականացվում։ Ցտեսություն։